կարծում, ինչու են տատիկները կապում այսպիսի շոր։ Որ մազերը չկեղտոտվի։ Որ արևը գցի, անանու այս սենց էթա ու չընկնի աշկերը։ Որ էսի պահի թե։ Որ չկրտնեն, թե որ իրանք գործնանում, իրանք սկսում են կրտնել, այդ թարգինակներ կրտինգը հավաքում է։ Որ եթե տակություն ունեն, տատիկները այդ են հակնում, լիբո որ սիրուն լինի։ Ինչն է բարկացնում մայրիկներին։ Որ իրան չեն լսում, որ դաս չեն անում։ Որ մամային ես չեմ լսում, դասերս չեմ անում, նու այդ ենց էլի։ Ես ստանամ 3։ Եվ վերջ։ Չէ, մեկ էլ բանը, որ ես իրան չեմ լսում, այդ վաղտ մաման ջողայնանում է, ու ինձի համոզում է անենց բանը։ Դե ասում է, վալջան կարես գնաս, մի հատ աղբարդ վերցնես բանից, ինչ էր սրան, ֆուտբոլից։ Ես ասում եմ, չէ, չեմ ուզում, ինքն ինձ ենենց է համոզում, որ ես հետո պետք է գնամ, ու ինքը այդ վաղտ ներվանյացած է լինում, միջև ինձի համոզի։ Որ եթե շատ հեռախոսի մեջ նստել ու մամային չօգնել, ինքը կարա բականա, ջավայնանա։ Եթե իրականություն լիներ ստեղծել ժամանակի մեքենա, մաշինա времени, որ ժամանակահատվածում կցանկանար հայտնվել եւ ինչու։ Անցյալ, որ տնայի դինոզավրիկին։ Կգնայ առաջ, անանու մի 4 տարիով, որ հետո հետ գայ, տենայ ինչը ըլնելուսկի աշխարի մեջ, որ դուխաթակ չլնեի, որ իմ ասածը առաջ եթր։ Ես ուզում եմ գնամ վուդիշե, որտեղ ես ուզում եմ մեծ լինեմ, ավարտեմ բանը, դպրոցը կարմիր դիպլոմով, շատ լավ գործ գտնեմ ու հանգստանամ իմ համար։ Ուզում եմ գնամ прошлое, որ ուզում եմ вернуться в детство, вспомнить все прошлое. То, что произошло. Ինչ կաներ սրանով։ Ես սրանով կպչեի փուչիկ։ Նու էսի կդնեի թղթի վրա, անանու կամել պատի, կկդրեի ռովնի օղ ու վսո։ Ու կտենայ ինչ կանեի դրանով։ Կամ էսի կսարքեմ, մի հատ վերև բան կանեմ, անանու ու դեմ այս սենց բան, հետի էլև կեպկա էլի, կեպկա։ Սենց կանեի։ Ավատոքի վրա կկպցնեի ու սենց կանեի։ Ես սրանից ունեմ տունը։ Ես հանում եմ, դնում եմ ստեղ ինչ-որ պլատոկ, փակում եմ ու վշվկա եմ անում, այսպես նկար։ Անահիտ, մտածում եմ ճիշտ չէ լինի հեղինակները ընտրեն ավելի վարժ հաղորդավարներ։ Կարծում եմ ոչ, ճակատագրի թելադրանքով ծնվել եւ մեծացել են կոտար երկրում, բայց չմոռանալ մեր հայ լինելը, սովորել եւ սովորում ենք հայերեն։ Այո, կարդում ու գրում ենք, մտածում ու ստեղծում ենք հայերեն։ Ողջույն բարեկամներ, այո, մենք հայ ենք եւ դա մեր հպարտությունն է։ Ողջույն հայրենակիցներ, գնացինք երկրորդ դասարան։ Բարև ձեզ, կարելի է։ Կարելի է, Անահիտ ջան։ Շնորհակալություն, ներկայացեք խնդրեմ։ Լյուբերցի հայ համայնքի Մեսրոպ Մաշտոցի հայկական կիրակնորյա դպրոցի հայոց լեզվի եւ հայ գրականության ուսուցչուհի Հովանեսյան Ֆլորա։ Ինչ կարող եք պատմել դասարանի մասին։ Դասարանը արդեն երկրորդ տարին է ինչ հաճախում է հայկական կիրակնորյա դպրոց, երեխաները տարաճանաչեն, գրաճանաչեն, գիտելիքներ են ստանում դասարանում դպրոցում հայոց պատմությունից, հայ գրականությունից, սովորում են հայերեն արտահայտել իրենց մտքերը։ Դասարանում շատ էին բացարձակ ռուսախոս երեխաները, այս տարի արդեն երեխաները մեկը մեկի հետ շփվում են հայերեն լեզվով։ Ինչու է պետք հաճախել հայկական դպրոցը օտար երկրում։ Հայկական դպրոց հաճախելը օտար երկրում շատ կարևոր է։ Ամենաառաջին պայմանը մայրենի լեզվի պահպանումն է օտարության մեջ։ Մայրենի լեզվից բացի ճանաչում գիտելիքներ կազմել հայոց պատմությունից, հայ գրականությունից, խոսենք հայերեն, խորհենք հայերեն, մտածենք հայերեն։
Շնորհակալություն ձեր դժվարին, բայց շատ կարևոր գործի համար։ Դրեմ Անահիտ ջան։ Հաճույքով ես գալիս դպրոց։ Հա, ես հաճույքով գալիս եմ հայկական դպրոց, որտեղ ստեկան շատ սիրելի ուսուցիչներ, երեխաներ։ Արդեն երկրորդ տարին է գալիս ես դպրոց։ Ինչ ես սովորել առաջին տարում։ Առաջի դասարանը ինձ տվել է, ես սովորել եմ առաջի դասարանում գրել, կարդալ եւ մի քիչ պատմությունից հայկական։ Շատ ապրես։ Իսկ դու հաճույքով ես գալիս հայկական դպրոց։ Այո, ես հաճույքով եմ գալիս հայկական դպրոց, որովհետև կա շատ սիրելի ուսուցիչ ընկեր Ֆլորան եւ շատ տարբեր երեխաներ, շատ լավ։ Ինչ հիշողություններ է թողել առաջին ուսման տարին քո մոտ։ Առաջին ուսման տարին իմ մոտ թողել է շատ լավ հիշողություններ, որովհետև ես սովորել եմ հայկական տառերը, այբուբենը եւ գտել եմ թազա ընկերներ, սովորել եմ ճիշտ կարդալ եւ Շատ ապրես։ Դու ինչ լուսաբանեցիր։ Միշտ դու երկրորդ դասարանում էիր, ես մասնակցեցի ծննդյան տոնին։ Հետաքրքիր է որտեղ։ Նախապատրաստական դասարանում։ Այսօր Անժելիկայի ծննդյան օրն է։ Եկեք բոլորը շնորհավորենք, բարձր։ Հիմա ուզում եմ իմանամ ձեզանից ով ինչ կցանկանա Անժելիկային։ Կամ Անժելիկա ջան։ Անժելիկան մեր խմբի ամենափոքրիկ բալիկն է, 6 տարեկան չկա։ Թե կա արդեն։ Արդեն 6 տարեկան է եղել։ Ասա տեսնեմ ինչ ես ցանկանում։ Ես ցանկանում եմ, որ ես լավ աղջիկ սովորես ինգերի։ Լինես լավ աղջիկ, սովորես ինգերով։ Էլով է ցանկանում իր ցանկություններն ասել Անժելիկային, ասա։ Առողջ լինի։ Որ առողջ լինես Անժելիկա։ Ուրիշ տեսնեմ ավելի լավ բառերով կարող է ասել Աննա ջան։ Որ առողջ լինի։ Այո։ Որ մայրիկին, հայրիկին լսի։ Լսի, ճիշտ է։ Որ մենակ 5 ստանա։ Մենակ 5 ստանա։ Ու ամեն ինչ լավ։ Ամեն ինչ լավ լինի, ապրես։ Հիմա русերենով կարող ես, ты можешь что-нибудь хорошее слова сказать Анжелику? Встань. Чтобы она в школе 5 получала каждый день. Каждый день? Родители. Слушалась родителей еще. Слушайся. Հասկացա՞ր ինչ ասես։ Շատ լավ է։ Դե եկեք մի անգամ էլ շնորհավորենք երեխաներին եւ անցնենք մեր դասին։ 3, 4 Հիմա կարող եք Անժելիկան ձեզ համար կոնֆետ, հյութ է բերել, դուք կարող եք ճաշակել Անժելիկայի մայրիկի հյուրասիրությունը։ Եղավ երեխաներ։ Ընդմիջում։ Դե ինչ սիրելի հետևորդներ, պահը եկավ հրաժեշտի։ Մինչ նոր հանդիպում։ Բաժանորդը գրվում եք, հավանում եք եւ տարածում եք։ Ցտեսություն։ Լյուբերցի հայկական համայնքը իր անդամներին է առաջարկում անվանական անդամակարտեր։ Անդամակարտերի առավելություններին ծանոթանալու համար հետևեք Լաոյի պաշտոնական կայքին, սոցիալական ցանցերին եւ ալիքներին։